Սկեսուրը հարսանեկան զգեստը թաքցրել է նկուղուն։ Պատճառը ձեզ կստիպի լաց լինել։ Պատկերացրեք, որ արթնանում եք ձեր կյանքի ամենակարևոր օրը եւ հայտնաբերում, որ ձեր հարսանեկան զգեստը անհետացել է։ Հիմա պատկերացրեք, որ հայտնաբերում եք, որ այն թաքցրել է ձեր սկեսուրը։ Եվ երբ վերջապես հասկանաք պատճառը, կհասկանաք, որ որոշ ցավի պատմությունները այնքան խորն են, որ հուսահատությունից լավ մարդկանց վերածում են չարագործների։ Այդ տանը տեղի ունեցածը փոխեց ոչ միայն մեկ հարսանիք, այլև ընտանիքի 3 սերունդ։ Եվ ես երաշխավորում եմ, որ դուք չեք կարողանա դադարեցնել կարդալը, մինչև չբացահայտեք ամբողջ ճշմարտությունը։ Անա Կարոլինան 28 տարեկան էր, երբ հանդիպեց Պետրոյին։ Դա տեղի ունեցավ Պորտո Ալեգրիի մի սրճարանում, մարտ ամսվա անձրևոտ մի կեսօրին։ Նա փախցում էր անձրևից, Պետրոն կարդում էր մի գիրք, որը պատահաբար նրա սիրելին էր։ Զրույցը սկսվեց բնականաբար, հոսեց առանց ջանքերի։ Եվ երբ Անան հասկացավ դա, արդեն գիշերվա ժամը 9 էր, եւ նրանք դեռ այնտեղ էին, զրուցելով ինչպես հին ընկերներ, որոնք վերամիավորվել էին տարիներ անց։ Պետրոն այն ամենն էր, ինչ Անան երբևէ ցանկացել էր, բայց երբեք չէր մտածի, որ կգտնի։ Բարի առանց թույլ լինելու, ուժեղ առանց ամբարտավան լինելու, զվարճալի առանց հիմար լինելու։ Նա աշխատում էր որպես ճարտարապետ, 32 տարեկան էր եւ աչքերում թեթեր մելամաղձություն կար, որը Անան չէր կարողանում լիովին վերծանել։ Նա խոսում էր աշխատանքի, ճանապարհորդության, երազանքների մասին, բայց երբ զրույցը դարձավ ընտանիքի մասին, նա նրգորեն փոխեց թեման։ Պետրոյին 3 ամիս պահանջվեց հանդիպելուց, որպեսզի վերջապես պատմեր նրան։ Նրանք պարկած էին նրա բազմոցին եւ ֆիլմ էին դիտում, երբ նա լռեց եւ ասաց. «Կա ինչ-որ բան իմ մասին, որ դու պետք է իմանաս։ Ես առաջ եմ ամուսնացած եղել»։ Անան չզարմացավ։ 28 տարեկանում մարդկանց համար նորմալ էր անցյալ ունենալը։ «Նորմալ է», ասաց նա։ «Կարծում եմ 32 տարեկանում դու մի քանի նախկին ընկերուհիներ կունենաս։ Ամուսնությունը մեծ բան չէ»։ Դա դեռ ամենը չէ։ Պետրոն խորը շունչ քաշեց։ Կինս նա մահացավ 4 տարի առաջ։ Անայի աշխարհը մի վայրկյան կանգ առավ։ Պետրո, ներողություն եմ խնդրում, դու պարտավոր չես դրա մասին խոսել, եթե չես ուզում։ Ոչ, ուզում եմ։ Դու արժանի ես իմանալ։ Եվ հետո նա ասաց նրան. My fingers tracing down your back. Only you on my mind and your lips on. My fingers tracing down your back. Only you on my mind and your lips on. My fingers tracing down your back. Only you on my mind and your lips on. Անտեսեցին դրանք, ապա դիմեցին բժշկի։ Ախտորոշումը ծանր էր, ագրեսիվ ուղեղի ուռուցք։ Լուիզան պայքարեց 8 ամիս։ Նա անցավ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա եւ վիրահատություն։ Պետրո նրա կողքին էր ամեն քայլափոխի, ամեն հանդիպման, ամեն դժվար գիշերվա։ Բայց վերջի վերջո դա բավարար չէր։ Նա մահացավ 3.5 տարի առաջ, նախքան Անան կհանդիպեր Պետրոյին։ Մայրս, շարունակեց Պետրոն, ձայնը կտրելով, նա երբեք լիովին չի ապաքինվել։ Նա եւ Լուիզան շատ մտերիմ էին։ Մայրս միշտ դուստր էր ուզում եւ երբեք չունեցավ։ Երբ Լուիզան եկավ ընտանիք, կարծես վերջապես ունեցավ այն դուստերը, որի մասին միշտ երազել էր։ Նրանք ամեն ինչ միասին էին անում։ Նրանք եփում էին, արհեստներ էին անում, ժամերով զրուցում։ Լուիզայի մահը գրեթե նույնքան կործանեց մորս, որքան ինձ։ Անան բռնեց նրա ձեռքը։ Իսկ հիմա ինչպես է նա։ Ավելի լավ, բայց նա դեռ Լուիզայի հին սենյակը մեր հին տանը պահում է որպես սրբավայր։ Նա դեռ ամենուրեք նրա նկարներն ունի։ Նա դեռ ամեն շաբաթ այցելում է գերեզմանը։ Նա նայեց Անային։ Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ երբ ես քեզ նրա հետ ծանոթացնեմ, դա կարող է դժվար լինել։ Ոչ թե որովհետև նա քեզ չի սիրի, այլ որովհետև դա նրան կվնասի։ Դա կլինի հիշեցում, որ Լուիզան չկա։ Հասկանում եմ, ասաց Անան, եւ նա իսկապես հասկացավ, կամ գոնե կարծում էր, թե հասկանում է։ Դոնյա Հելենայի Պետրոյի մոր հետ հանդիպելը ճիշտ այնքան դժվար էր, որքան նա պատկերացնում էր։ Ընթրիքը կիրակի կեսօրին նրա տանը էր, Մոինյոս դե Վենտո թաղամասի հին ու հմայիչ բնակարանում։ Դոնյա Հելենան 58 տարեկան, ծիծաղում էին, պարում, ապրում։
Բաց պահարանում նույնիսկ նրա հագուստներն էին կախված, կարծես նա ցանկացած պահի կարող էր վերադառնալ դրանք հագնելու։ Անան կսցքում սեղմում զգաց, ոչ թե նախանձից, այլ խորը տխրությունից, այն մորը համար, որին չէր կարողանում բաց թողնել։ Անցան ամիսներ, Անան եւ Պետրոն ավելի ու ավելի լուրջ էին դառնում։ Նա նրան ամուսնության առաջարկ արեց գրամադո կատարած ուղևորության ժամանակ, նրանց հանդիպումից ուղիղ 1.5 տարի անց։ Անան առանց վարանելու համաձայնվեց։ Նա սիրում էր այդ տղամարդուն, սիրում էր այն կյանքը, որը նրանք միասին էին կառուցում։ Դոնյա Հելենայի հետ հարաբերությունները մնացին ջերմ, բայց հեռավոր։ Անան փորձեց ավելի մտերմանալ, բայց դա նման էր մարմարե արցան փորձի, քաղաքավարի, սառը, հեռավոր։ Պետրոն տարապում էր տեսնելով, որ իր սիրելի երկու կանայք չեն կարողանում կապ հաստատել, բայց չգիտեր ինչպես շտկել դա։ Եթե երբևէ նմանատիպ բանի միջով եք անցել, թողեք մեկնաբանություն։ Երբեմն ամենացավոտ պատմությունները այն պատմություններն են, որտեղ իրականում ոչ ոք չարագործ չէ, այլ պարզապես վիրավոր մարդիկ, որոնք փորձում են գոյատևել։ Հարսանիքը նախատեսված էր դեկտեմբերին, բացօթյա արարողությունը տեղի կունենար Վալեդոս Վինհեդոսի գինեգործարանում։ Անան ամիսներ անցկացրեց յուրաքանչյուր մանրուք պլանավորելով, եւ ամենակարևոր մանրուքը զգեստն էր։ Նա մանկուց երազել էր իր հարսանեկան զգեստի մասին, երբ վերջապես գտավ կատարյալ զգեստը, խանութում լաց եղավ։ Դա մաքուր մետաքսից փղոսկրի գույնի զգեստ էր, որի կրծքամասը ձեռքով ասեղնագործված էր նուրբ թանկարժեք քարերով։ Կիսաշրջազգեստը ծավալուն էր, բայց նրբագեղ, 2 մետրանոց փոքով։ Այնանայն արժեցել էր իր բոլոր խնայողությունները, բայց արժեր յուրաքանչյուր կոպեկին։ Այն կատարյալ էր, այն կախարդական էր, այն ամենն էր, ինչի մասին նա երբևէ երազել էր։ Զգեստը բերեցին հարսանիքից 1 շաբաթ առաջ։ Անան այն զգուշորեն պահեց Պետրոյի հետ կիսող բնակարանի պահարանում, ծածկված պաշտպանիչ ծածկոցով։ Նա ամեն օր նայում էր դրան, հազիվ սպասելով այն հագնելուն։ Շաբաթ օրվա հարսանիքից առաջ 5 շաբթի օրը Անան պետք է գործուղվեր Սան Պաուլո։ Դա անխուսափելի հանդիպում էր կարևոր։ Աննա, գնանք Դոնա Հելենայի տուն։ Եկեք այնտեղ նայենք։ Գիտեմ, որ խելագարություն է հնչում, բայց ինչ կլինի, եթե նա իսկապես վերցնի այն։ Ինչու նա դա կանի։ Չգիտեմ, բայց այս պահին ինչ ունենք կորցնելու։ Աննան, Պետրոն եւ Ջուլիան առավոտյան ժամը 10-ին գնացին Դոնա Հելենայի տուն։ Նրանց կեսուրը զարմացած բացեց դուռը։ Ինչ եք անում այստեղ։ Չպետք է հարսանիքին պատրաստվեիք։ Մայրիկ, ասաց Պետրոն ակնհայտորեն անհարմար զգալով։ Անայիս գեստը անհետացավ, եւ դու միակ մարդն էիր, ով մեր բնակարանում էր։ Դոնյա Հելենան գունատվեց։ Դու ինձ մեղադրում ես զգեստը գողանալու մեջ։ Մենք ոչ մեկին չենք մեղադրում, փորձեց մեղմել հարվածը Աննան։ Բայց մենք հուսահատված ենք, կարող ենք տունը շրջել։ Գուցե պատահաբար եք վերցրել, թե պատահաբար։ Ինչպես է պատահում, որ մեկը պատահաբար վերցնում է 2 մետր երկարությամբ հարսանեկան զգեստը, վրդովվեց Դոնյա Հելենան։ Ես չեմ վերցրել զգեստը, դու պետք է լքես իմ տունը։ Մայրիկ, խնդրում եմ։ Ոչ, Պետրո, ես կորցրի դստերս, 4 տարի ապրեցի տանջանքների մեջ, եւ հիմա դու այստեղ ես գալիս մեղադրելով ինձ գողի մեջ։ Դուրս եք։ Նրանք պատրաստվում էին հեռանալ, երբ Աննան լսեց այն։ Տան ինչ-որ տեղից լսվում էր շատ թույլ ձայն, որը նա լավ գիտեր, քանի որ հարյուրավոր անգամներ լսել էր այն հագուստի խանութում, մետաքսե ատլասի բնորոշ շրշյունը։ Դա ինչ էր, հարցրեց նա։ Ինչ է։ Դոնյա Հելենան հիմա նյարդային էր։ Այդ ձայնը այնտեղից էր գալիս։ Աննան մատնացույց արեց միջանցքում գտնվող դուռը, որը տանում էր դեպի նկուղ։ Սա պարզապես նկուղն է, այնտեղ ոչինչ չկա, բայց Աննան արդեն քայլում էր դեպի դուռը։ Դոնյա Հելենան փորձեց փակել նրա ճանապարհը։ Դու չես կարող այնտեղ մտնել, դա մասնավոր սեփականություն է։ Մայրիկ, ինչ է կատարվում, սկսում էր հասկանալ Պետրոն։ Զգեստը այնտեղ է։ Պետրո, մի արա սա, խնդրում եմ, մի արա սա ինձ հետ։ Բայց Պետրոն արդեն անցել էր մոր կողքով եւ բացել նկուղի դուռը։ Նա իջավ աստիճաններով, Աննան եւ Ջուլիան հետևեցին նրան։ Նկուղը մութ էր եւ բորբոսի հոտ էր գալիս։ Պետրոն միացրեց լույսը եւ այնտեղ նկուղի կենտրոնում գտնվող մանեկենի վրա կա։ Սկեսուրը նրանց ետևից իջել էր աստիճաններով, արդյունքները հոսելով նրա դեմքից։ Ես չէի կարող թույլ տալ, որ դա պատահի։ Ես չէի կարող թույլ տալ, որ դու նույն զգեստը հագնես։ Նույն զգեստը, շփոթվեց Անան։ Պետրոն նայում էր Լուիզայի լուսանկարին։ Դեմքին դանդաղորեն ճանաչելիություն էր հայտնվում։ Մայրիկ, Լուիզայի զգեստը տարբեր էր։ Հիշում եմ, այն պարզ էր, բարակ ժապավեններով, առանց այս ամբողջ ասեղնագործության։ Շարունակեք կարդալ, քանի որ բացահայտվելիք ճշմարտությունը կցույց տա այնպիսի խորը ցավ, որ դուք կհասկանաք, թե ինչու է սերը երբեմն մեզ ստիպում անել անհասկանալի բաներ։ Դոնյա Հելենան ծնկի իջավ սառը խոնավ նկուղում։ Նա զգեստը չէր հագել,
Զգեստն էր, որ ուզում էր հագել։ Ինչի մասին ես խոսում։ Պեդրոն ծնկի իջավ մոր կողքին։ Երբ Լուիզան ախտորոշվեց, սկսեց Դոնյա Հելենան ձայնը կտրվում էր ամեն բառից։ Առաջին բաներից մեկը, որ նա ինձ ասաց, այն էր, որ տխուր է, որովհետև դու այդքան պարզ ամուսնացել ես։ Նա ասաց, որ միշտ երազել է մեծ հարսանիքի, արքայադստեր զգեստի, այն ամենի մասին, ինչի մասին երազում է աղջիկը։ Բայց դու երիտասարդ էիր, քիչ փող ունեիր, ուստի ինչ-որ փոքր բան արեցիր։ Պեդրոն հիմա լաց էր լինում։ Նա ինձ դա երբեք չի ասել։ Որովհետև նա քեզ չափազանց շատ էր սիրում, որպեսի քեզ վատ զգա, բայց նա ինձ ասաց, եւ ես նրան խոստացա, հեքեկաց Դոնյա Հելենան։ Ես խոստացա, որ եթե նա լավանա, եթե ողջ մնա, ես կվճարեմ երթումների երկարաձգման համար, իսկական հարսանիք, այն զգեստով, որը նա միշտ ցանկացել է։ Աննան զգաց, որ արդյունքները լցվում են իր աչքերում։ Մենք ժամերով հիվանդանոցում հագուստի ամսագրեր էինք նայում, շարունակեց Դոնյա Հելենան։ Քիմիաթերապիայի սեանսների միջև, ցավի եւ սրտխառնոցի միջև մենք պլանավորում էինք։ Նա ընտրեց հենց այն ոճը, որն ուզում էր։ Փխոսկրե մետաքսե ատլաս, թանկարժեք քարերով ասեղնագործված կրծքալ, երկար փեշով ծավալուն կիսաշրջազգեստ, ճիշտ այսպիսին է։ Նա մատնացույց արեց Աննայի զգեստը։ Նա ինձ խոստացավ, որ երբ նա ապաքինվի, ես կտանեմ նրան զգեստներ փորձելու, որ դա մեր նախագծը լինի, մեր հույսը, մեր պատճառը հավատալու, որ նա կգոյատևի։ Երբ ես այս զգեստը հագնեմ, կասեր նա, դա կնշանակի, որ ես հաղթել եմ, որ մենք հաղթել ենք։ Դոնյա Հելենան այնքան ուժեղ էր լաց լինում, որ հազիվ էր կարողանում խոսել։ Բայց նա երբեք այն չէր հագել։ Նա մահացավ քիմիաթերապիայի սեանսները հավարտելուց 3 շաբաթ առաջ։ Նա մահացավ, երբեք չհագնելով այն զգեստը, որը խորհրդանշում էր իր հույսը։ Պեդրո, որովհետև եթե ես քեզ ամբողջությամբ ընդունեմ, եթե քեզ սիրեմ այնպես, ինչպես նրան սիրեցի, կարծես թե ասում եմ, որ նա փոխարինելի էր, որ նա նշանակություն չուներ։ Կամ, Անան բռնեց Դոնա Հելենայի ձեռքերը, գուցե ընդունելով, որ քո որդին արժանի է կրկին երջանիկ լինելու, դու հենց այն կերպ ես պատվում նրա սերը նրա հանդեպ, որովհետև նա բավականաչափ սիրում էր նրան, որպիսի ցանկանար, որ նա շարունակի իր կյանքը, այնպես չէ։ Դոն Հելենան նայեց Անային, իսկապես նայեց նրան, առաջին անգամ նրանց հանդիպումից ի վեր։ Նա ինձ խոստում տվեց։ Իր վերջին օրերին, երբ գիտեր, որ չի գոյատևի, նա ինձ խոստացավ, որ ես կխնամեմ Պեդրոին, որ ես թույլ չեմ տա, որ նա թաղվի վշտի մեջ, ինչպես ես արեցի, որ ես կօգնեմ նրան նորից սեր գտնել, եւ ես ձախողվեցի։ Ես չկատարեցի այդ խոստումը, որովհետև այնքան կորած էի իմ սեփական ցավի մեջ։ Դու չձախողվեցիր, ասաց Պետրոն գրկելով մորը։ Դու տառապում էիր, դու դեռ տառապում ես։ Մենք բոլորս տառապում ենք, բայց Անան ճիշտ է։ Լուիզան սա չէր ցանկանա մեզանից ոչ մեկի համար։ Դոնյա Հելենան նայեց մանեկենի վրա կախված զգեստին։ Ես այնքան շատ բան պահեցի։ Ես պահեցի նրա հագուստը, լուսանկարները, սենյակը, երազանքները։ Ես ամեն ինչ վերածեցի ապաստարանի, որովհետև մտածում էի, որ եթե բաց թողնեմ, կրկին կսպանեմ նրան։ Բայց նա հիմա չկա, եւ ոչ մի զգեստ, ոչ մի սենյակ, որը սառեցված է ժամանակի մեջ, ոչ մի մերժում առաջ շարժվելու համար նրան չի վերադարձնի։ Նա դանդաղ վեր կացավ եւ մոտեցավ զգեստին։ Նա ակնացանքով դիպավ մետաքսե ատլասին։ Լուիզան կհիանար այս զգեստով։ Նա փայլուն տեսք կունենար դրանով։ Հետո նա նայեց Հանային, բայց նա այլևս այստեղ չէ, որ օգտագործի դա։ Իսկ դու այստեղ։ Դու ողջ ես։ Դու ամուսնանում ես իմ որդու հետ։ Դու կառուցում ես այն ապագան, որը Լուիզան չէր կարող ունենալ։ Եվ ես պետք է սա որպես ցավ տեսնելու փոխարեն տեսնեմ որպես օրհնություն։ Դոնա Հելենա, կոչիր ինձ Հելենա, կամ մայրիկ, եթե հարմարավետ ես զգում։ Սկեսօրը լաց էր լինում, բայց դրանք հիմա ուրիշ արդյունքներ էին, ազատագրման արդյունքներ, ոչ թե բանդարկության։ Եվ խնդրում եմ, հագիր այս զգեստը, հագիր այն եւ գեղեցիկ եղիր դրանում, երջանիկ եղիր դրանում։ Որ մահացածներին հարգելը չի նշանակում դադարել ապրելուց։ Դա նշանակում է լիարժեք ապրել, անմնացորդ սիրել եւ նրանց հիշատակը կրել ոչ թե որպես բեռ, այլ որպես լույս, որը առաջնորդում է մեր ճանապարհը։ Այդքան ցավ պատճառած զգեստը այժմ զգուշորեն պահվում էր ձեղնահարկում։ Մի օր մտածեց Հելենան, գուցե Լորան ցանկանա այն կրել իր սեփական հարսանիքին։ Եվ ինչ գեղեցիկ պատմություն կլիներ պատմելու համար։ Այս գեստի մասին երազել է մի կին, որը չէր կարողանում այն կրել։ Գրել է մեկ ուրիշը, որը գրեթե չէր կարողանում, իսկ հիմա այն իրենն է։
խորհրդանշելով ոչ թե կորուստ, այլ շարունակականություն, ոչ թե ավարտ, այլ սկիզբ։ Եվ գուցե սա է բոլորից մեծագույն դասը, որ առարկաները, հիշողությունները, նույնիսկ մարդիկ ձեռք են բերում այն իմաստը, որը մենք ենք ընտրում տալ դրանց։ Մենք կարող ենք դրանք վերածել բանտերի կամ կամուրջների, վերջնակետերի կամ սկիզբների, հավերժական ցավի կամ սիրո, որը գերազանցում է մահը։ Հելենան ընտրեց կամուրջը, սկիզբը, անսահման սեր։ Եվ այդ ընտրությունը կատարելով նա ոչ միայն ազատեց իրեն, նա ազատեց Պետրոյին կրկին երջանիկ լինելու մեղքի զգացումից, նա ազատեց Անային ուրվականի հետ մրցելու բեռից, եւ նա իր թորներին նվիրեց ներկա տատիկի նվերը, այլ ոչ թե անցյալում փակված տատիկի։ Տարիներ անց, երբ Լաուրան 15 տարեկան էր եւ հարցեր էր տալիս իր ընտանիքի մասին, Հելենան վերջապես պատմեց ամբողջ պատմությունը՝ Լուիզայի, զգեստի, նկուղի, գրեթե չկայացած հարսանիքի օրվա մասին։ Այսինքն դու գողացար Անա մորաքրոջ զգեստը, հարցրեց Լաուրան աչքերը լայն բացած։ Ես դա արեցի, եւ դա սխալ էր, բայց ես այնքան էի կորել ցավի մեջ, որ չէի կարողանում ճիշտ մտածել։ Բայց դուք լուծեցիք դա, եւ հիմա մենք ընտանիք ենք։ Ճիշտ է, եւ գիտես ինչ սովորեցի։ Ընտանիքը արյան մասին չէ, այն ընտրության մասին է։ Ես կարող էի ընտրել անցյալում խրված մնալը, բայց ես ընտրեցի ընդունել ապագան, եւ ես ձեռք բերեցի քեզ, Միգել եւ դուստր Անային։ Կարծում ես մորաքույր Լուիզան երջանիկ կլինի։ Հելենան մի պահ մտածեց։ Այո, կարծում եմ կլիներ, որովհետև Լուիզան մաքուր սեր էր, իսկ սերը միշտ ուզում է, որ մարդիկ երջանիկ լինեն, նույնիսկ երբ դա նշանակում է բաժանվել։ Լաուրան գրկեց տատիկին։ Ափսոս, որ նրան ճանաչած լինեի։ Կցանկանայի, որ դու էլ ճանաչեիր նրան, բայց որոշ իմաստով դու ճանաչում ես։ Նա մեր պատմած պատմությունների մեջ է, մեր սովորած դասերի մեջ, մեր ընտրած սիրո մեջ, նույնիսկ կորստից հետո։ Նա այդ ամենի մեջ է։ Եվ դա ճիշտ էր։ Լուիզան այնտեղ էր, ոչ թե որպես հետապնդող ուրվական, այլ որպես օրհնյալ հիշողություն, որպես ապացույց այն բան